ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Դեռ Գալիլեայում էր Հիսուս Քրիստոս ասել. Մարդու որդին պիտի մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի եւ երրորդ օրը հարություն առնի։ Յուղաբեր կանայք Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն գերեզման գնացին անուշահոտ յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն տեսան, որ վիմափոր գերեզմանը դատարկ է։ Հարության լուրը առաքյալներին ավետեցին եւ դրանից հետո Հիսուս երևաց նրանց։ Խաղաղություն ձեզ։ Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը։ Հարության խորհուրդը իրապես ինքնին շատ կարևոր խորհուրդ է մեզ համար։ Աստված մեր Տերը Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ, որպեսզի մեզ փրկի։ Եկավ մարդկության փրկության համար։ Սա սիրո մեծ ագույն դրսևորումներից մեկն է, որ մենք տեսնում ենք։ Հանուն մեզ գալով աշխարհ թույլ տվեց Տերը, որ նույն մարդիկ իրեն չարչարեն, խաչը բարձրացնեն եւ Տերը իր հարությամբ իրապես բացեց երկնային արքայության դռները մեզ համար։ Սուրբ Հարության տոնը հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Զատիկ առանձնահատուկ է քրիստոնյաների համար։ Այն միշտ վառ եւ գունեղ է տոնել հայ ժողովուրդը դարերի խորքից փոխանցելով սերնդեսերունդ։ Այս տոնը ոչ միայն կրոնական նշանակություն ունի, այլ նաեւ ազգային, մշակութային եւ ընտանեկան մեծ արժեք է ներկայացնում։ Զատիկը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, բարության հաղթանակը չարի նկատմամբ եւ նոր կյանքի սկիզբը։ Հարության այս խորհուրդը մեզ մոտ նաեւ արտացոլվում է ժողովրդական ավանդույթներով։ Այ օրինակ, Զատկի օրը մենք հավքիթ ենք ներկում կարմիր գույնով։ Կարմիրը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյունը, թափած արյունը, որ թափվեց մեզ համար։ Եվ հենց հավքիթը իր տեսակով, իր բնույթով եւ իր կառուցվածքով մեր հայրերը նմանեցրել են երկրին, տիեզերքին, աշխարհին, ամեն մի շերտը նմանեցնելով ինչ որ մի իրողության։ Եվ հարության օրը, Զատկի օրը մենք միասնաբար աղոթք անելով փառաբանում ենք մեր Տիրոջը, շնորհակալություն հայտնելով Տիրոջը մեծագույն այդ սիրո համար եւ որպես պատգամ ընդունելով ապրել քրիստոնեավայել, ապրել այն պատվիրանների ու պատգամների համաձայն, որ Աստված մեզ պատգամեց, խորհուրդ տվեց, հորդորեց եւ այս ամենը իրապես ամեն մի մարդու համար է, ամեն մարդու փրկության համար։ Ոչ թե կարիքն ուներ Տերը, որ եկավ աշխարհ, ոչ, մենք ունեինք կարիքը, որ Տերը աշխարհ գար։ Զատկական տոնակատարությունները սովորաբար սկսվում են մեծ պահքի ավարտից հետո։ Մարդիկ նախապատրաստվում են տոնին, մաքրելով տները, եփելով ավանդական ուտեստներ, ներկելով ձվեր եւ այցելելով եկեղեցի։ Բացի կարմիր գույնից մարդիկ ձվերը ներկում են նաեւ այլ գույներով եւ զարդարում հետաքրքիր նախշերով, ինչը տոնին տալիս է ել ավելի գունեղ եւ ուրախ տեսք։ Զատկի տոնական սեղանին դրվում են ձուկ, կանաչիներ, չամիչով փլավ, գինի եւ տարբեր քաղցրավենիքներ։ Զատիկը շատ լավ խորհուրդ ունի, շատ եմ սիրում այդ տոնը, նշում եմ շատ իր բաներով, ավանդույթներով, ձուն եմ ներկում, փլավ եմ չամիչով սարքում, ձուկ եմ սարքում, կանաչեղեն, գինով նստում ենք ընտանիք հանդերձ, շատ եմ սիրում այդ տոնը, նոր տարուց հետո շատ սիրում եմ Զատիկը։ Ամենակարևոր ու շատ սիրուն տոնն է իմ համար, այսինքն այս տոնն է կարծում եմ ամբողջ քրիստոնյաների բուն այն միտքը, որ մահից հետո կյանք։ Այսքան է երևի։ Ինչպես ավանդական ձուն ներկելով կարմիր գույն, բրնձով փլավը, ձուկը, այսպես։ Չէ, կարմիր գույնով, որը որ խորհուրդ ունի Քրիստոսի թափված արյունը, որով մեղքերից մաքրում է, զատում է, այսքան է։ Սովորական ոնց բոլորը ձու ենք ներկում, ձուկ ենք, փլավ, կանաչի, ինչ որ անհրաժեշտ է Զատիկին, դա ենք անում։ Չէ, ես սիրում եմ սոխի կլեպով, այդ գույնն այս դուր գալիս։ Ինչպես եք նշում Զատիկը։ Ձու ենք ներկում, ձուկ ենք եփում, չամիչով փլավ ենք սարքում, կանաչի, ամեն ինչ եկեղեցի, ճրագ, ոնց որ բոլորն ընցել մենք, բոլոր քրիստոնյաներս։ Ցանկալի է, հա, մասնակցում ենք, եթե հնարավորություն է լինելու։
ու բայց գնում ենք Սուրբ Հարություն եկեղեցի Էջմիածնի ճանապարհին հիմնականում էլի։ Ընտանիքի անդամները հավաքվում են մեկ սեղանի շուրջ, շնորհավորում միմյանց, ասելով Քրիստոս հայրավ իմեռելոց, իսկ պատասխանն է օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այս ավանդույթը պահպանվել է մինչև այսօր եւ համարվում է Զատկի ամենակարևոր արարողակարգերից մեկը։ Զատկական տոնակատարությունների ընթացքում կազմակերպվում են նաեւ տարբեր խաղեր եւ միջոցառումներ։ Ամենահայտնի խաղերից է ձվախաղը, երբ հավկիթները խփում են իրար, փորձելով կոտրել դիմացինի հավկիթը։ Ում հավկիթը չի կոտրվում, նա համարվում է հաջողակ ամբողջ տարվա ընթացքում։ Այս խաղը հատկապես երեխաների ամենասիրելի զատկական ավանդույթներից է։ Զատիկը ուրախության եւ տոնակատարության օր է ոչ միայն ապրողների, այլ նաեւ ննջեցյալների համար։ Այն հարության, հավիտենական կյանքի եւ ննջեցյալների հիշատակի խորհուրդն ունի։ Այդ իսկ պատճառով Զատկին հաջորդող օրերին շատ մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին, ծաղիկներ դնում, մոմ վառում եւ աղոթում նրանց հոգիների խաղաղության համար։ Ինչպես ասվում է Աստվածաշնչում, ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեկուզ եւ մեռնի, կապրի։ Այս խորհրդի եւ օրվա նշանակության մասին Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Արարատն ասում է. Զատկի օրը մեծ ուրախության օր է բոլորիս համար։ Այդ ուրախությունը նշվում է ոչ միայն մեզանում, երկրի վրա ապրողների համար, այլ նաև նշվում է երկնքում։ Զատկի օրը այդ ուրախությունը մենք միասնաբար նշելով, հարության տոնը նշելով, աղոթքով, եկեղեցում Սուրբ Պատարագին մասնակցելով, Սուրբ հաղորդություն ստանալով, վերադառնում ենք մեր ընտանիքներ, մեր տներ, եւ արդեն զատկական սեղանի շուրջ ընտանիքի անդամները միմյանց ողջունում են, շնորհավորում են եւ մասնակցում են այդ ճաշկերույթին։ Եվ մեր բոլոր տաղավար տոների հաջորդ օրերին մեր հայրերը շատ մեծ իմաստնաբար ննջեցյալների հիշատակության օրեր են նշել։ Հարության տոնի հաջորդ օրը Սուրբ Պատարագի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ ննջեցյալների համար, բոլոր ննջեցյալների, եւ մարդիկ իրենց ննջեցյալների անունները գրելով, բերելով եկեղեցի, ընթերցում ենք անունները հոգեհանգստի ժամանակ, խնդրելով Տիրոջ ողորմությունը մեր ննջեցյալների հոգիների խաղաղության, փրկության եւ հանգստության համար։ Ցավոք սրտի մեր իրականության մեջ մենք տեսնում ենք նաեւ, որ կան որոշակի մարդիկ, ովքեր որ թե Զատկի օրը, թե հարության օրը, թե նախորդ օրը, նաև շաբաթ օրը, նույնիսկ օրվա երկրորդ կեսին, երբ որ ճրագալույցի պատարագ պիտի մատուցվի, այցելում են գերեզմաններ։ Սա մեր քրիստոնեական ընթացքին եւ հավատանքին իրապես չի կարող համահունչ լինել, որովհետեւ ննջեցյալների այցելության օրը, աղոթքի օրը հաջորդ օրն է, այսինքն երկուշաբթի օրն է, մեռելոցի օրն է։ Զատկի օրը մեր ուրախությունը մենք մեր ընտանիքներում տոնելով, կատարելով, պատարագին մասնակցելով, հաջորդ օրը գնում են գերեզմանատուն, խումբ ծխեցնում, աղոթք անում մեր հարազատների համար։ Եվ մեկ բան էլ կա, որ մարդիկ շատ են հարցնում, որ նոր ննջեցյալ ունեցող ընտանիքներում ասում են, այո, ճիշտ է, որ հավկիթը չեն ներկում, ոչ, դա այդպես չի։ Բոլոր ընտանիքներում հավկիթը պիտի ներկվի, կարմիր գույնը ինքը հարության խորհուրդն ունի, չէ՞ որ մեր ննջեցյալները, մեր հարազատները, իրենց հոգիները երկնքում սպասում են Տիրոջ երկրորդ գալստյանը, երբ պիտի հարություն առնեն եւ կանգնեն Տիրոջ մեծ դատաստանի առաջ։ Հարությունը, հարության տոնը, հարության իրողությունը բոլորի համար է, եւ երկրի վրա ապրող մարդկանց համար եւ մեր ննջեցյալների համար։